Free News-ի եթերում լուրերից դուրս այսօր մենք կզրուցենք Արտարադատության նախարարության օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղարիբյան։ Բարև ձեզ։ Պարոն Ղարիբյան, ես երբ որ թերթում էի ինֆորմացիաները, մասնավորապես ձեր կառույցի, տեսա շատ հետաքրքիր մի բան, ընտանեկան վեճի մասին, որ ընտանեկան վեճերը այսուհետ պետք է մինչև դատարան մտնելը գնան դեպի հաշտարար, հա, եթե այսպես կարելի ասել։ Ինչ է դա նշանակում եւ ով կարող է լինել հաշտարար։ Այո, հուլիսի 1-ից 2025 թվականի ընտանեկան որոշ գործերով նախքան դատարան դիմելը հաշտարարության դիմելը լինելու է պարտադիր, բայց կոնկրետացնենք, որ խոսքը ոչ բոլոր ընտանեկան վեճերի մասին, այլ դրանց գերակշիռ մեծամասնության մասին։ Եթե դեպքերը թվարկենք, խոսքը գնում է ամուսնալուծության, ալիմենտի բռնագանձման, երեխայի տեսակցության կարգ, բնակության վայրի որոշում, դաստիարակության եւ կրթության հետ կապված հարցերը, երեխայի ամուսինների միջև գույքային հարաբերությունները եւ նաեւ ամուսնական պայմանագրի հետ կապված հարաբերությունները։ Այսինքն մենք փորձել ենք վերցնել հարաբերությունների այն սպեկտրը, որ բնականաբար ավելի ճիշտ կլինի, որ կողմերը կարողանան իրենցով այդ խնդրի լուծումը տալ եւ իրենք որոշեն, թե ինչպես է ճիշտ իրենց համար, քան թե իրենց փոխարեն ինչ-որ մի անձ, ով որ մուրճը սեղանին հարվածելով իրենց փոխարեն որոշում կայացնի։ Եթե ամուսինները որոշել են ամուսնալուծվել, դե այստեղ ընդամենը մի գործողություն է մնում, դատավորը բաժանի կոպիտ ասած այդ մարդկանց։ Այս պարագայում հաշտարարի գործառույթը ո՞րն է։ Համոզել միգուցե չբաժանվեն։ Գիտեք, շատ հետաքրքիր է ձեր հարցադրումը, ու այդտեղ մենք իմ կարծիքով առնվազն որոշակի տերմինաբանական նաև շփոթ ունենք, որովհետև այո, երբ որ լսում ենք հաշտարարություն հատկապես ընտանեկան վեճերով, ամուսնալուծության դեպքում, մեզ թվում է, թե հաշտարարը բարիշեցնող է, այսինքն ինքը կողմերին համոզելու է չբաժանվել, չամուսնալուծվել։ Իրականում բառը անգլերեն mediator բառն է, որը թարգմանած միջնորդ է ավելի շատ նշանակում։ Այո, այսինքն միջնորդ, ով որ կողմերին օգնելու է գալ իրենց համար ավելի փոխըմբռնելի եւ փոխադարձաբար նաեւ շահավետ լուծման, սակայն իր ֆունկցիան ամենևին բարիշեցնելը չի լինելու։ Սակայն չի բացառվում, որ պրոֆեսիոնալ կերպով կողմերին լսելու եւ միմյանց զգացմունքները միմյանց արժեվ ճիշտ բացահայտելու դեպքում գուցե կողմերը նաեւ հաշտարարի հետ հանդիպումից հետո հասկանան, որ վաղ որոշում են կայացնել եւ պետք չի նաեւ ամուսնալուծվել։ Դա նույնպես բացառված չի, սակայն կարևոր դեր է հաշտարարի ոչ թե բերել նրան, որ կողմերը չամուսնալուծվեն կամ վեճ տեղի չունենա, այլ ոչ, որպեսզի վեճը կողմերը լուծեն իրենց համար նախընտրելի եւ առավել ճկուն հեշտ տարբերակով։ Շատ լավ, ուրեմն այդ դեպքում գնանք ձեր թվարկած կետերով, հա, ինչ է անելու հաշտարարը, ասենք հաջորդը ո՞րն է, ալիմենտի բռնագանձում դիցուք։ Այսինքն հաշտարարից վերև էլ չի բարձրանա խնդիրը, հաշտարարի մոտ լուծումը կգտնի, թե այդուհանդերձ միևնույն է, թե խնդիրը պետք է գնա դատարան։ Տեսեք, խնդիրը կարող է իր լուծումը գտնել հաշտարարի մոտ, որովհետև եթե կողմերը հաշտարարի մոտ գան համաձայնության, կնքեն հաշտության համաձայնություն, հաջորդիվ այլ ատյան, այսինքն դատարանի պես չէ, որ լինի վերաքննիչ ատյան, վճռաբեկ ատյան, այդպիսիք չեն լինի։ Միակ խնդիրը, որ կարող է առաջանալ հաշտության համաձայնության կնքումից հետո, դա այն կլինի, որ կողմերից որևէ մեկը կամովին չկատարի հաշտության համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները եւ այդ դեպքում միայն մյուս կողմը կարող է դիմել դատարան, որպեսզի դատարանը հարկադիր կատարման թույլտվություն տա հաշտության համաձայնության։ Ընդ որում սա արվելու է բավականին սեղմ ժամկետներում, օրենսդրորեն ավելի մեղմ եւ մեղմ ասելով նկատի ունեմ քաղաքացու համար մեղմ, որովհետեւ կարճ են ժամկետները, կարճ ժամկետ է նախատեսված, որպեսզի դիմելուց հետո կողմը հնարավորինս ստանա իր հաշտությամբ համաձայնությամբ ակնկալիքների կատարումը։ Եվ ինչն է այստեղ հետաքրքիր ու նաև կարծում եմ դա հոգեբանական տար է իր մեջ պարունակում, որ այստեղ կատարման թիվը, կամավոր կատարման թիվը ավելի բարձր է լինելու, քան դատական ակտերի դեպքում, որտեղ ինչպես նշեցի, դատական ակտի դեպքում անձի փոխան ինչ որ մեկը մուրճը սեղանին հարվածելով որոշում է կայացնում, ու երբ որ
փորձում ես մարդու հոգեբանությունն էլ հասկանալ, բնականաբար ավելի դժկամորեն էինք կատարելու այն որոշումը, որն իրեն պարտադրում են, քան թե այն որոշումը, որ ինքը մասնակցություն է ունենում եւ ինքն է նաեւ այդ համաձայնության դահակա աշխատակիցների միջոցով բռնագանձում է իրականացվում։ Իսկ հենց ալիմենտի դեպքում բնականաբար այստեղ խոսքը որոշակի դրամական գումարի մասին է։ Եթե արդեն որոշվել է, որ պետք է ալիմենտ բռնագանձվի, կողմերը կարող են անհամաձայնություն ունենալ, օրինակ դրա չափի հետ կապված, եւ հաշտարությունը բավականին լավ հնարավորություն է տալիս, որպեսզի կողմերը բանակցելու միջոցով իրենց համար փոխադարձաբար ընդունելի ալիմենտի չափ սահմանեն։ Իհարկե, այստեղ մի փոքր նուրբ գիծ կա, որ ամեն դեպքում, եթե հատկապես երեխայի մասին ենք խոսքը գնում, երեխայի համար գանձվող ալիմենտի, այդ գումարը չպետք է պակաս լինի, քան օրենքով սահմանված նվազագույն շեմն է։ Շատ լավ, եւ դուք մոռացաք իմ հարցին չպատասխանեցիք, ովքեր կարող են լինել հաշտարար։ Հաշտարար կարող են լինել 25 տարին լրացած եւ բարձրագույն կրթություն ունեցող յուրաքանչյուր անձ։ Իրավաբանական կրթություն։ Ոչ։ Մենք ունենք արդեն գործող հաշտարարներ, ովքեր մասնագիտությամբ հոգեբան են, տնտեսագետ են, վաճառքի մասնագետ են եւ այլն, այսինքն ընդհանրապես բաց է։ Ինչպես է սա իրականացվում, Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տեղադրում, որ վերապատրաստման դասընթաց է իրականացնելու հաշտարարների նախկին 1.5-2 տարվա ընթացքում արդեն 6 նման դասընթացներ են տեղի ունեցել, իրական 6 վերապահումով եմ ասում, որտեղ նոր հաշտարարների համար 5 դասընթաց եւ 1 դասընթաց նախկինում դեռևս 15 թվականից որակավորված հաշտարարների համար է կազմակերպվել, վերապատրաստում է եղել իրենց համար, անվանենք 6։ Եվ այս դասընթացները հաջողությամբ ավարտած անձիկ մասնակցում են քննության նախարարության կողմից կազմակերպված երկփուլանի քննություն է, գրավոր փուլ եւ բանավոր փուլ, ու այս ամենի արդյունքներով, եթե իհարկե հաջողությամբ հանձնում են քննությունները, ստանում են արդեն հաշտարարի արտոնագիրը։ Ու այս ամենի արդյունքում մենք այս բան ունենք արդեն 125 արտոնագրված հաշտարարներ, ովքեր արդեն իսկ գործում են Հայաստանի Հանրապետությունում։ Քաղցառայող են։ Ոչ։ Առավել կարելի է մոտարկել փաստաբանական գործունեությանը, որտեղ հաշտարարը որպես անհատ անձ, ով ոլորտում գործունեություն է տարածում, կարողանալու է ճակերտավոր ասված հաճախորդների հետ, եթե կընտրեն նրան, իրականացնի իր գործունեությունը։ Իսկ որտեղ են նստում հաշտարարները։ Այսինքն մարդիկ որտեղ են տեսնելու հաշտարարներին, հանդիպելու նրանց հետ։ Կրկին փաստաբանության պես, այսինքն յուրաքանչյուր հաշտարար կարող է ունենալ իր գործունեության տարածքը, գրասենյակային տարածքը եւ այլն, բայց այստեղ դե պետք է հասկանանք, որ տարածքը պետք է որոշակի հարմարեցված լինի նաեւ, այսինքն այնպես չլինի, որ երբ որ գնում ես փաստաբանի մոտ, սովորաբար լինում է սեղան, որի գլխին նստած է լինում փաստաբանը, դու նստում ես, խնդիրը ներկայացնում ես, ինքը իր համակարգչով փորձում է նայել, քեզ ինչ-որ լուծումներ, խորհուրդներ տալ, հաշտարարի դեպքում գոնե պետք է իմ ընկալման առնվազն տարածքը այնպես հարմարեցված լինի, որ հնարավորություն լինի կողմերն էլ նստեն սեղանի շուրջ, ավելի շատ բանակցությունների սեղանի նման լինի ինքը եւ հաշտարարը փորձի միջնորդել։ Բնականաբար այստեղ կարող են օգտագործվել ցանկացած տարածքներ, անգամ հաշտարարությունը այնքան պրակտիկ ու ճկուն է, որ կարող է իրականացվել սրճարանում կամ որևէ հյուրանոցի նախասրահում, եթե այդպիսի հնարավորություն կա եւ կողմերը ցանկանում են այդպես կազմակերպել, այնուամենայնիվ եթե որևէ հաշտարար դժվարություն կունենա այս մասով, այսինքն տարածքի հետ կապված որոշակի դժվարություններ կունենա, մենք փորձել ենք մեր գործընկերների հետ բանակցելով նվազագույն տարածքների հնարավորությունը ապահովել։ Այս կապակցությամբ հաշտարարները կարող են դիմել հաշտարարների պալատին, որոնք մեզ հետ համատեղ աշխատում են այս հնարավորությունները ընձեռելու ուղղությամբ, եւ հաշտարարների պալատը նրանց կուղորդի տարածքներ թե Երևանում, թե մարզերում, որտեղ նրանք օրվա X ժամին կարող են իրականացնել իրենց հաշտարարությունը։ Դա մեր գործընկեր հաշտարարներից ոմանց գրասենյակներն են, ովքեր համաձայնել են տրամադրեն արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան կենտրոնը, ով նույնպես համաձայնել է անվճար հիմունքներով ընդ որում իր տարածքը տրամադրել պարտադիր ընտանեկան վեճերով հաշտարարության իրականացման համար։ Մարզերում փակագծերը մի փոքր չբացեմ, բայց պետության աջակցությամբ կարծում եմ մենք նույնպես տարածքներ կունենանք, որտեղ որ հաշտարարները կկարողանան դա իրականացնել եւ այսպես համատեղ ուժերով այդ խնդիրը կարծում եմ կլուծենք։ Ծառայությունը ինքնին վճարովի է, չէ՞։ Այո։ Ну, վճարների մասին հիմա դուք չեք կարող ասել, որտեղ այնտեղ տարբեր դեպքեր են, կարող եմ ասել իրականում, ինչով է պայմանավորված, ինչպես փաստաբանությունը, այնպես էլ այստեղ յուրաքանչյուր հաշտարար ինքն է սահմանում իր ծառայությունների վճարը, բայց սա
կլիներ այն դեպքում, երբ որ մենք խոսում ենք կամավոր հաշտարարության մասին, այսինքն ընդ որում ոչ պարտադիր ընտանեկան վեճով։ Կարող է լինել քաղաքացի իրավական վեճ, պայմանագրային, սեփականության իրավունքի հետ կապված եւ այլն։ Այս դեպքերում ես եթե ցանկություն ունեմ վեճը ոչ թե տանեմ դատարան, այլ հաշտություն մյուս կողմի հետ, մենք կգնանք կընտրենք մեր նախընտրելի հաշտարարին եւ նա կիրականացնի հաշտարարություն այն գնացուցակով, որը ինքն է իր համար սահմանել, այնուամենայնիվ որպեսզի այս պարագայում նույնպես որոշակի ուղղորդիչ նշանակություն լինի, հաշտարարների պալատի կողմից սահմանվել է ծառայությունների միջին գնացուցակ, որը որ ոչ իմպերատիվ, բայց այնուամենայնիվ հուշում է հաշտարարների համար, թե ինչպիսի միջակայքում նրանք կարող են սահմանել իրենց ծառայությունների վճարը, բայց պարտադիր ընտանեկան վեճերով հաշտարարության դեպքում, որպեսզի նաև պարտադիրության տարը ինքնին բեր չլինի քաղաքացիների համար, կառավարության որոշմամբ նվազագույն չափ է սահմանված, որը որ դրանից ավել հնարավոր չի լինի գանձել հաշտարարների կողմից։ Հաշտարարի որոշումը ուժ ունի։ Վստահաբար կարող եմ եւ նաեւ հանգիստ կարող եմ ասել այո, ինչի որովհետեւ եթե կողմը կամովին չկատարեց, կգնա արդեն հարկադիր կատարման, այն մի քիչ առաջ նշած հեշտացված կարգով, երբ որ կդիմես դատարան, մեկ շաբաթյա ժամկետում կստանաս հարկադիր կատարման թույլտվություն, որպեսզի արդեն հարկադիր կատարման ապահով ծառայություն է, կնիկով, ամեն ինչով, ստորագրությամբ հաստատված, որպեսզի հետո կողմերից մեկը չասի դե փոշմանել եմ ու վերջ։ Այո, դա կարող ենք բնութագրել որպես պայմանագիր ինչ որտեղ։ Պայմանագիր է համաձայնություն կողմերի միջև, որ իրենք այսպես են կարգավորելու իրենց հարաբերությունները կնքման պահից եւ այսուհետ, ու եթե կողմերից ինչ որ մեկը հրաժարվի դա կատարելուց, արդեն այդտեղ պետության հարկադրանքի ուժը կսկսի գործել։ Իսկ սեփականության դեպքում, ասենք սեփականության շուրջ վեճերի բաների դեպքում նույնպես հաշտարարը կարող է իր ծառայությունները առաջարկել։ Այո, իհարկե, օրինակ եկեք պատկերացնենք մի իրավիճակ, որ գիտեմ բավականին տարածված իրավիճակ է, երբ որ մի գույքը ունի մի քանի սեփականատեր կամ ժառանգության արդյունքում, այո, այսինքն բաժնային սեփականատեր կան այստեղ եւ նրանք ցանկանում են կիսել իրենց միջև գույքը, հաճախ այո նաեւ վեճեր են առաջանում այս հարաբերություններում, որպեսզի կրկին չգնան հասնեն դատարան, ընդ որում դատարանում եթե չկարողանան համաձայնության գալ, վերջին ցավոտ փուլ կա, երբ որ դատարանը հանելու է հրապարակային սակարկություններով գույքը վաճառի եւ ամեն մեկին ուղղակի իր բաժնին հավասարաչափ գումար հատկացնի, այսինքն մի վեճի արդյունքում կարող են կորցնել ընդհանուր տունը եւ ստիպված բավարարվեն գումարով։ Կողմերը կարող են դիմել հաշտարարի եւ բավականին պրոֆեսիոնալ միջամտության եւ միջնորդության արդյունքում հաշտարարի գան իրենց համար նախընտրելի լուծմանը։ Այդ տեսեք դուք հետաքրքիր բան ասացիք պրոֆեսիոնալիզմի մասին, բայց եթե հա ինքը ամեն դեպքում պատրաստություն անցնում է հաշտարարը, ես ուզում եմ ասեի սովորական, չգիտեմ, տնտեսագետը դժվար թե կարողանա նման հարցեր վեճել լուծել, բայց փաստորեն տարի-տարուկես իրենք վերապատրաստվում են։ Չէ, տարի ու տարի-կեսման ընթացքում մենք 6 վերապատրաստման դասընթաց ենք կազմակերպել։ Իսկ ինչ ժամկետում է հաշտարարը դառնում մարդը սովորական դառնում հաշտարար այս պարագայում։ Մենք միջազգային ստանդարտները հաշվի առնելով, ընդ որում նաև սա էլ ասեմ, մի փոքր գովանն ես, բոլոր վերապատրաստումները կազմակերպվել են մեր միջազգային փորձագետների եւ միջազգային գործընկերների աջակցությամբ նրանց հրավիրելու արդյունքում, այսինքն բոլոր դեպքերում դասընթացավարները եղել են միջազգային լավագույն հեղինակությամբ փորձագետներ, նախատեսել ենք, եթե հիմա հիշողությունս չի դավաճանի 38 ակադեմիական ժամին համարժեք վերապատրաստման դասընթաց յուրաքանչյուր անձի համար։ Միջինում մեկ խումբը 20-25 հոգի անձանց շրջանակում է տատանվել եւ նրանց համար կազմակերպվել են այս 35 ակադեմիական ժամ տևողությամբ ինտենսիվ դասընթացները, դա ստացվում էր շուրջ 8 օր առավոտից մինչև երեկո անձիկ գալիս էին եւ մասնակցում են այս դասընթացներին, որոնց ժամանակ իրենց սովորեցվում է թե անհրաժեշտ նվազագույն օրենսդրությունը, թե նաեւ մեծամասամբ եւ առավելապես հաշտարարի հմտությունները, քանի որ սա է կարեւոր, մարդը կարող է լինել իրավաբան, տնտեսագետ, հոգեբան եւ այլն, սակայն չունենա այն հմտությունների նվազագույնը, որ անհրաժեշտ է հաշտարարի գոնե հոգեբանական հմտություններ որոշակի։ Այ ինչ որ առումով հոգեբանին հատուկ պետք է ունենա բնականաբար լարված, ասենք, մարդիկ գալիս են եւ հաշտարարը առաջի հերթին դեռ պետք է այդ լարումը վերացնի, հետո նոր անցնի արդեն կոնկրետ գործողությունների։ Հեսա հետ
վերադառնալով դրան մի հատ զվարճալի պատմություն կպատմեմ, բայց մենք հենց այդ հոգեբանական հմտությունն էլ փորձում ենք սովորեցնենք իրենց, այսինքն հաշտարարության իրականացման գործիքները ինչպես իրականացնել հաշտարարությունը, այս գործիքները մենք անվանում ենք ակտիվ լսելու գործիքակազմ հիմնականում, որը սովորեցնում է թե ինչպես պետք է լսես կողմերին, ինչպես պետք է մեղմացնես նրանց էմոցիաները, ինչպես պետք է մեկ կողմի խոսքը փոխանցես մյուս կողմին եւ այսպես շարունակ, ու այո, ինչպես դուք էլ նշեցիք, լինում են շատ էմոցիոնալ բարդ իրավիճակներ եւ ընտանեկան վեճերով վստահաբար դրանք նույնպես լինելու են եւ այս պարագայում հաշտարի պրոֆեսիոնալիզմը շատ մեծ նշանակություն ունի։ Մենք երբ որ վերապատրաստման դասընթացներ անում ենք, հիշում եմ, որ դերախաղեր էինք նաև կազմակերպում եւ մասնակիցներից մեկը խաղում էր կնոջ դերը, մեկը խաղում էր ամուսնու դերը, մեկը խաղում էր հաշտարի դերը, ու այնքան լավ էին դերի մեջ մտնում հաշտարները, որ կերպարի մեջ էին մտնում։ Այո, ընդհուպ տղա անձը, որ վերապատրաստվող անձանցից էր, ստանձնում էր կնոջ դերը, որովհետեւ մյուս կողմերը տղա այնպես պատահականության սկզբունքով բաշխում էր եւ այդ դերախաղի ընթացքում անգամ կարող է այնքան ընկամվեին մեջը, որ իրական վեճ սկսեր ձևավորվել, մի կողմի մյուսին ասեր, չէ, դու ինձ դավաճ անել ես եւ այլն, ասենց իրավիճակներ լինել, ու մենք փորձում ենք հասկանալ, թե մյուս հաշտարը ինչքանով է կարողանում այստեղ իրավիճակը մեղմացնել։ Գործիքակազմը շատ լայն է, ընդհանուր կարող է հաշտարը ասել, եկեք գնանք, ես ամեն մեկիդ հետ առանձին խոսեմ, հետո հենց կարիքը լինի կրկին կվերադառնանք բոլորով մեկ սեղանի շուրջ, որպեսզի այսպես կրքերը հանգստացնի։ Ու այստեղ արդեն իրոք կախված է հաշտարի պրոֆեսիոնալիզմից։ Դեպքերը շատ են լինում, որ հաշտարարից հետո, այսպես ասած, ամեն դեպքում գործը գնում է հասնում է դատարան։ Կարող են լինել, չենք բացառում այդ դեպքերը, մեր ուսումնասիրությունները միջազգային փորձի, որտեղ նույնպես ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարությունը կա, ցույց են տալիս, որ ավելի քան 50% դեպքերում հաշտության համաձայնության փուլում ավարտվում է վեճ եւ հետագայում դատարան չի գնում։ Մենք հույս ունենք, որ այս ցուցանիշը եթե ոչ ավելին, նաև մեզ մոտ կապահովվի, որովհետև սա մեր առաջնային նպատակներից է, որ մշակենք վեճը լուծելու նոր մշակույթ։ Այսինքն մեր մեջ եկեք ընդունենք, որ դրված է, որ եթե կավես չէ, պետք է գնանք դատարան, ինչ խոսալ իր հետ եւ այլն, բայց սա նաև մենք փորձում ենք այդ նոր մշակույթը բերել, որովհետև վեճերը կարող են լուծվել նաև դատարանից դուրս, արտադատական կարգով, սրա համար են նախատեսված հաշտարարությունը, բանակցությունները, արբիտրաժը եւ այլն, եւ մենք այսպես փորձում ենք նաեւ այդ մշակույթի ձևավորման արմատները բավականին ամուր կանգնեցնել արդեն։ Տնտեսական վեճերը նույնպես կարող են հաշտարարի միջոցով լուծվել։ Այո։ Մենք արբիտրաժի եւ հաշտարարության Հայաստան կենտրոնի հրապարակումներից եմ հիշում, որ վերջերս վարձակալության հարաբերությունների հետ կապված վեճեր քննվել կենտրոնում եւ բավական մեծ գումարի շուրջ էր ընդ որում կարծեմ թե խոսքը կողմերը եկել էին հաշտության համաձայնությամբ լուծման։ Սա բավականին ոգևորիչ է, որովհետեւ խոսքը կամավոր հաշտարարության մասին է, այսինքն ոչ միայն կողմերի մոտ այդ գիտակցումը եղել է, որ ավելի լավ է մենք փորձենք հաշտությամբ վեճը լուծել, այլ նաեւ հաջողությամբ ավարտ է ունեցել։ Աշխատանքային վեճերն են հաշտարարությամբ լուծման ենթակա գործերի բավականին հետաքրքիր սպեկտր, ընդ որում կան երկրներ, որտեղ որ աշխատանքային վեճերը նույնպես պարտադիր կարգով ենթակա են հաշտությամբ լուծման։ Կան երկրներ, որտեղ հենց նշում է, որ կոմերցիոն վեճերն են պարտադիր կարգով ենթակա հաշտության հաշտարարությամբ լուծման նախքան դատարան գնալը, եւ չեմ հիշի, որ երկիրներ, բայց ընդհանուր մինչեւ դրամական շեմ էր սահմանվում, թե եթե վեճի առարկան այսքանից ավել է, ապա պետք է գնաս հաշտարարության ճանապարհով եւ հետո նոր միայն դատարան դիմես։ Ես հիշում եմ, որ նախկինում էլ կար պրակտիկա, երբ որ գործը կամ դիմում էին դատարան, դատարանը մինչև դատական նիստ նշանակելը առաջարկում էր հաշտություն։ Այդ ժամանակ դատարանում ով է դրանով զբաղվում, դատավորը, չէ՞։ Այդ ժամանակ դատավորը նշանակում էր հաշտություն, քանի որ մենք 15 թվականից ունեցել ենք ինստիտուտը փաստացի, սակավաթիվ են եղել իհարկե հաշտարարները ոչ այնքան ինչքան այսօր, բայց եղել են այդպիսիք եւ դատարանը ժամանակ էր նախատեսում, որպեսզի իրականացվի հաշտարարություն որոշակի ժամանակահատվածով, նախկինում 4 ժամ էր, հիմա 2 ժամ է նախատեսված եւ կողմերը սրանով պարտավորված գնում էին փորձում էին վեճը լուծել հաշտության միջոցով։
որոշ դեպքերում իհարկե դա հաջողությամբ էր պսակվում, որոշ դեպքերում ոչ, բայց այո, դա եղել է մեզ մոտ, ուղղակի դա եղել է արդեն այն փուլում, երբ որ կողմերը դիմել են դատարան։ Այո, արդեն գործը բացված է դատարանում, համարը տրված է գործին, դատավորը նշանակվել է, գործը ուսումնասիրել է, ռեսուրսը ծախսվել է։ Դատական ծախսերն էլ բնականաբար դուրս վճարվել է, փաստաբանի համար ծառայության վճարը վճարվել։ Այս պարագայում փաստաբանի կարիք չկա։ Դե յուրե չկա, սակայն ոչինչ չի արգելում, որպեսզի կողմերը գնան փաստաբանի հետ ներկայանան հաշտարարության գործընթացին, ընդ որում սա իմ համոզմամբ բավականին հետաքրքիր ու նոր աշխատանքային շուկա է նաև փաստաբանների համար, որովհետև իրենք որոշակիորեն, եթե վերապրոֆիլավորեն իրենց բիզնես գործընթացները, հաշտարարության համար կունենան առանձնակի մոտեցումներ, առանձնակի վարձատրության շեմեր եւ նաև ինչու ոչ առանձնակի մասնագիտացված փաստաբաններ, ովքեր որ կստանձնեն հաշտարարության գործերի դեպքում կողմերի ներկայացության իրականացումը։ Իսկ հաշտարարության ինստիտուտը համագործակցություն ունի իրավապահ համակարգի հետ, հա, եթե ասենք թեման շատ ագրեսիվ է, բանը կարող է հասնել տուրուդմփոցի եւ այլն, այս դեպքերում ռիսկային չի հաշտարարի համար այս մարդկանց հետ հանդիպելը։ Մի փոքր որ նկարագրում եք իրավիճակը, իմ մոտ կիսաբաց լուսամուտների ադմինիստրացիան աչքերից առաջ եկավ, կարող է նման իրավիճակներ լինել, բնականաբար հաշտարարը այստեղ պետք է փորձի հոգեբանորեն եւ խոսքերով հանդարտեցնի կողմերին, ոչինչ չի բացառում։ Այսինքն ինքը նաեւ փորձի հասկանալ, եթե ռիսկային պահ կա, միգուցե հասկանա, սկսի առանձին քննարկումների միջոցով կամ ասի եկեք այսօր ավարտենք, կշարունակենք մի քանի օր հետո, քանի որ հիմա կրկերը շատ թեժացած են, ոչինչ ընդ որում չի արգելում, որպեսզի հաշտարարը անվտանգության աշխատակիցներ կան իր ադմինիստրացիան ունեն այսպես։ Այո, առանց հումորի, որտեղ դա վտանգավոր բան էլ կարող է լինել։ Կախված է վճարից, բնականաբար, բայց դա էլ արգելված չէ։ Գործընթացի գաղտնիությունը։ Այո։ Շատ կարևոր հանգամանք է, հա, ասինքն սա մոտավորապես պետք է լինի նույն գաղտնիությունը, ասենք ինչ որ դիցուկ նոտարական ծառայության պայմաններում։ Այո, եթե ոչ ավելին, որովհետև այս պարագայում, եթե կողմը ցանկություն հայտնեց, գաղտնի է լինելու ինչպես այն հանգամանքը փաստը, որ ինքը դիմել է հաշտարարին, այլև դրա ողջ գործընթացը եւ նաեւ դրա արդյունքը։ Դատարանի դեպքում մի փոքր այլ է, գիտեք, այնտեղ հրապարակության սկզբունքն է գործում, դատալեքսում տվյալներ են որոշակի հրապարակվում, այստեղ կարող է ամեն ինչ իրականացվել գաղտնիության պայմաններում։ Այնքան գաղտնի, որ եթե կողմերն էլ մինչև մի քիչ վեճը թեժանալը դիմեն հաշտարարին, անգամ հարևանները չիմանան, որ ըստ կողմերի միջև վեճ է եղել եւ իրենք հասել են ժողովրդական լեզվով ասած դիվան բաշում։ Երեխայի տեսակցության կարգի սահմանում, էլի բավականին կնճռոտ բան է, բայց օրինակ եթե ես չեմ սխալվում, արտասահմանում, արտերկրում դա ընդհանուր մինչև վերաբերվում է ոստիկանությանը։ Եթե մարդը խախտում է այդ պայմանը, կողմը կարող է այս դեպքում, չգիտեմ, մայրը դիմել ոստիկանություն, չէ։ Արտասահմանում գուցե մեզ մոտ մի փոքր այլ է, դա հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն է, եթե տեսակցության կարգը խախտվեց այն կարգը, որ դատարանն էր սահմանել, այստեղ պետք է դատական ակտ արդեն կատարվի, դրա համար հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն է գործի անցնում, բայց կրկին այստեղ եթե նայենք ինչ է անում հաշտարարը, հաշտարարը կարող է կողմերի հետ խոսել, բանակցել, ստիպել, որ մեկը լսի մյուսին, հասկանան, թե ինչու է օրինակ մի կողմը ցանկանում, որ երեխան հենց այս օրերին եւ այսքան տևողությամբ իր հետ տեսակցության հնարավորություն ունենա։ Այն ուսկ կողմը եթե լսի, շատ հավանական է, որ ինքը անմիջապես ագրեսիվ կլինի, հա։ Ոչ թե անմիջապես ագրեսիվ կլինի, այլ եթե իրոք լսի եւ հասկանա, իսկ հաշտարարի գործը այստեղ հենց նա է, որ դրթի կողմին հասկանալ։ Նա ամենայն հավանականությամբ կհակի դեպի այն, որպեսզի ընդունելի լուծման գա մյուս կողմի հետ տեսակցության կարգի ժամկետների օրերի հետ կապված։ Օրինակ եկեք դիցուկ դեպք պատկերացնենք, կողմը կարող է ցանկանալ, որ ամեն տարի X օրը երեխան իր հետ տեսակցելու հնարավորություն ունենա։ Մյուս կողմը չփորձի հասկանալ ինչի մասին է խոսքը, բայց այն մյուս կողմը երբ որ խոսելու հնարավորություն ունենա եւ լսված լինելու հնարավորություն ունենա, կարող է բացատրել, որ դա իրենց ընտանիքում որևէ ընտանեկան տոն նշելու օր է եւ ինքը ցանկանում է, որ այդ օրը երեխան նույնպես իրենց հետ լինի։ Եթե մենք այստեղ խոսում ենք ծնողների մասին, ովքեր խելամտորեն, ողջամտորեն շահերով են առաջնորդում, որը հանգում է բոլոր երեխայի շահին, այո, ապա կողմը բնականաբար
առարկություն պետք է որ չունենա այս մասով եւ այս կապակցությամբ հաշտարարությունը կկարողանա օգնել որպեսզի կողմերը իրենց համար նախընտրելի նաեւ տեսակցության կարգ ու ժամկետները սահմանեն։ Ես կետ կարդացի ալիմենտի բռնագանձում, սա ինչ է նշանակում։ Ալիմենտի բռնագանձումը ապրուստավճարն է։ Ինքը հիմնականում մենք խոսում ենք երեխայի համար վճարվող ալիմենտների մասին, բայց մեր օրենսդրությամբ արգելված չեն նաեւ այն դեպքերը, երբ որ նախկին ամուսինները միմյանց համար կարող են ալիմենտ վճարել եւ այլ ալիմենտային պարտավորություններ նույնպես կարող են առաջանալ, այս բոլոր դեպքերում եթե վեճ առաջացավ, կրկին կողմերը պետք է դիմեն հաշտարարի օգնությանը։ Ընդ որում, օրինակ օրենքը թույլ է տալիս, որ տատիկ պապիկները որոշակի հանգամանքներից ելնելով, օրենսդրորեն նախատեսված, իրենք էլ կարողանան իրենց թորնիկներից ալիմենտ պահանջեն։ Սա կարծես թե այն ամենաառաջնային ալիմենտ իրավիճակը չի, որ մենք պատկերացնում ենք, բայց այստեղ էլ եթե չկարողանան համաձայնության գալ, նրանք պետք է դիմեն հաշտարարի օգնությանը, որովհետև սա նույնպես ընտանեկան վեճ է, չէ՞ որ ընտանիքը միայն ծնողներ եւ զավակները չեն, այլ մենք ավելի լայն եւ մեծ ենք պատկերացնում ընտանիքը։ Իսկ հաշտություն չլինելի դեպքում կրկին արդեն գործը գնում է դատարան։ Այո, համապատասխան նշումով եւ հաշտարարի կողմից կազմված արձանագրությամբ, որ հաշտարարությունը չի կայացել, կողմերը կդիմեն դատարան եւ արդեն այդ դեպքում դատարանը առանց խոչընդոտների, եթե այլ դատավարական սխալներ թույլ տրված չլինեն, գործը կընդունի վարույթ եւ կսկսի քննել։ Եվ եկեք նաեւ հեռուստադիտողին հիշեցնենք, որ սա ինչ որ կամավոր գործառույթ չէ եւ հաշտարարությունը դառնում է պարտադիր պայման։ Երբվանից։ Հուլիսի 1-ից 2025 թվականի հուլիսի 1-ից։ Խոսքը իհարկե ընտանեկան վեճերի պարագայում։ Ընտանեկան վեճերը, որոնք որ ամենասկզբում մենք նշեցինք այդ ամուսնալուծությունը, ալիմենտի բռնագանձումը, երեխայի հետ կապված հարցերը, տեսակցություն, բնակության վայր, կրթություն, դաստիարակություն, կողմերի գույքային վեճերը, թե ինչպես օրինակ պետք է իրենց բնակարանը կիսվի կամ եթե մի քանի բնակարան է, մի քանի բնակարաններ ինչպես պետք է կիսվեն, ու նաև ամուսնական պայմանագրի հետ կապված վեճերը։ Երեխաները կարող են դիմել հաշտարարին։ Շատ ինչ որ գործի տրամաբանությամբ երեխան երբեք չի մտածի այդ ուղղությամբ, բայց այո, եկեք չբացառենք, որովհետև երեխան նույնպես սուբյեկտ է, որ ընտանեկան օրենսգրքով ունի պաշտպանության իրավունք եւ ինքը նաեւ իր պաշտպանության միջոցները նախաձեռնելու իրավունք։ Իհարկե, այստեղ մի փոքր միջնորդավորված պաշտպանության մասին է խոսքը, քանի որ ներկայացուցիչ միջոցով պետք է լինի, օրինական ներկայացուցիչ, բայց փաստորեն այո։ Այս հարցի շուրջ ինքս առաջին անգամ եմ մտածում, բայց պետք է արձանագրել, որ կարող են այդպիսի դեպքեր կամ էլ պետք է մտածել նաեւ ինչ որ կարգավորում դրա մասին։ Միգուցե եւ ինձ թվում է գործող կարգավորումները ծածկվում են այդ երևույթը, ուղղակի մեր օրինակները միշտ ավելի դասական իրավիճակների վրա են տարածվել, հիմա եւս մեկ օրինակ արդեն տեսադաշտում ունենք։ Շնորհակալություն։ Կա ինչ-որ բան, որ ես չհարցրեցի, կարող է դուք եք ուզում հավելել։ Հարցի տեսքով չէ, ուղղակի մի բան արձանագրենք, որպեսզի մեր քաղաքացիներին նույնպես սա հստակ լինի, որ հաշտարարությունը դա ձեր լուծումն է։ Եվ հաշտարարությամբ չկան հաղթող կամ պարտվող կողմեր, այլ հաղթում են բոլորը։ Ի վերջո բառը ինքնին ամեն ինչ բացատրում է, հա, հաշտարարություն։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Եվ վերջում հիշեցնեմ, որ տաղավարում ես հյուրընկալել եմ Արդարադատության նախարարության օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարբյանին։ Ամեն բարիք ձեզ։